եւ Որդու եւ Հոգին Սրբով ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ Քրիստոս, նրա համար ամեն ինչից զրկվեցի եւ այդ բոլորը աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին եւ գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե նրա համար, որ ունենամ իմ արդարությունը, որ օրենքից է, այլ Քրիստոսի հավատից եղած արդարությունը։ Սիրելի բարեկամներ, մեծի պահոց այս շրջանը մենք ապրում ենք, որպեսզի վերագտնենք ինքներս մեզ։ Յուրաքանչյուրն իր հերթին, հաշտվի ինքն իր հետ, բայց այդ ամենը կատարի Աստուծո փոխհարաբերությունների լույսի ներքո։ Եվ երբ մենք հայրում ենք այս ճանապարհի պայծողության, երբ ինքներս զրկում ենք մեզ տարբեր տեսակի երևույթներից, որոնց որ կարոտ է մեր մարմինը, երբեմն հաճույք է ստանում մեր հոգին, մենք այդ ամենը անում ենք, այդ զողությունը հանձն ենք առնում, որպեսզի կարողանանք վերականգնվել այն արարչաստեղծ նախնական պատկերի մեջ, որով որ մենք արարվեցինք։ Եվ մենք վերադառնում ենք այդ պատկերին, որովհետև քայլ ենք անում այդ ուղղությամբ։ Մենք, որ արտաքսվել էինք դրախտից եւ արժանի չէինք նորից դառնալու այնտեղ, Աստուծո ողորմությամբ շնորհը գտանք, որպեսզի մեղքը ճանաչելով կարողանանք նաեւ ձերբազատվել այդ մեղքից։ Կարողանանք մաքրվել մեղքերի այն բազմությունից, որոնք մեզանից քողարկում են Աստծուն։ Մեզ թույլ չեն տալիս, որպեսզի մենք տեսնենք նրան, ապրենք նրա ներկայությունը, քաղցրանանք նրանով եւ կարողանանք ժառանգել նրա խոստացած երկնքի առկայությունը։ Մենք դարձի ենք գալիս իբրև անառակ զավակներ, գիտակցելով, որ այնուամենայնիվ մեր հոր տան մեջ շատ ավելի ապահով է մեզ համար, ինչպիսի կարգավիճակում են, որ մենք հայտնվենք վերստին այնտեղ։ Մենք անդրադառնում ենք, որ մենք պետք է ճշմարտապես կառավարենք այն տնտեսությունը, որը մեզ վստահված է Աստուծո կողմից, Աստուծո փառքի համար։ Եվ այս քայլերը սիրելիներ յուրաքանչյուրիս առիթ են ընձեռնում մտորելու մեր ընթացքի մասին, թե ի վերջո ուր ենք մենք ուզում հայտնվել։ Եվ մեծի պահոց այս շրջանը յուրաքանչյուրիս համար քայլ առ քայլ առաջնորդող ուղեցույց է, որը ցույց է տալիս մեզ ճշմարտության ճանապարհը, որը ցույց է տալիս մեզ այն ուղղությունը, որի մեջ մենք կարող ենք վերագտնել ինքներս մեզ, ինչպես ասացի, եւ գտնել այդ ուղու վրա նաեւ Աստծուն։ Այսօրվա կիրակին, որ 5-րդ կիրակին է մեծի պահոց այս շրջանի, եւ մեզ մեկ շաբաթ ևս մոտեցում է հրաշափառ Սուրբ Հարության տոնին, կոչվում է Դատավորի կիրակի։ Եվ այս կիրակի օրվա ընթերցվածքի մեջ մեզ երկու զույգ կերպարներ են ներկայացվում։ Մեկը իդեմս մի դատավորի եւ այրու կնոջ եւ մյուսը փարիսեցու եւ մաքսավորի։ Առաջին պատմությունը, որը գտնում ենք Լուկասի ավետարանի 18-րդ գլխում, մեզ փոխանցում է մի դրվագ եւ մի քաղաքի դատավոր, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Մի այրի կնոջ նկատմամբ, որ անընդհատ գալիս եւ փակում էր իր դուռը, որ իր դատը տեսնի, անընդհատ հետաձգում էր այդ դատը եւ հրաժարվում էր նրա դատը տեսնել։ Սակայն ի վերջո ասում է, թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այս այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի։ Եվ Տերը,
որ ասում էր և պատմում էր այս առակը բոլոր ներկաներին և ասում էր, թե այս առակը նվիրված է ջրաջան աղոթքին, թե ինչպես պետք է մենք աղոթենք մեր կյանքում, ասում է, լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատար կգտնվի։ Սիրելիներ, այս պատկերի մեջ մեզ ներկայանում են երկու կերպարներ, անիրավ դատավորը և նաև այրիկինը։ Այրիկինը ներկայացիչն էր այն դասի, որի մեջ մտնում էին բոլոր տնանքները, կեղեքվածները, իրավազուրկները, նրանք, ովքեր աղքատ էին և չէին կարողանում լավագույնս իրենց շահերը պաշտպանեին։ Դատավորը հայտնի այն դատավորներից էր, որոնց նշանակում էր կայսրությունը և ոչ թե ժողովրդական դատավորներն էին, որ առաջնորդվում էին հնգամատյանով և ըստ օրինաց գրքի էին դատում բոլոր տեսակի խնդրահարույց իրավիճակները։ Եվ այս դատավորը, որը հռոմեական կայսրության մեջ հայտնի դատավորների նման կաշառակեր մեկն էր և բնականաբար դատը տեսնում էր, երբ համապատասխան չափաքանակի գումար էր տրվում, ինքն էլ հապճեպորեն այդ դատերը կարգավորում էր։ Սակայն այդ կինը գալիս և ձանձրացնում էր իրեն, որովհետև չէր ուզում որևէ կերպ մյուս կողմի հետ թշնամանալ և այս կնոջն էլ չէր ուզում ընդառաջել։ Սակայն այս կնոջ համառությունը ի վերջո հաղթանակում է, որովհետև դատավորը ասում է, լավ Աստծուց չեմ վախենում, մարդկանցից էլ չեմ ամաչում։ Այսինքն ոչ մի իրեն ետ պահող իր կեցվածքի, ետ պահող հանգաման գոյություն չուներ, բայց այնուամենայնիվ ասում է, այս կնոջ դատը տեսնեմ, որպեսզի ինձ, քանի որ ինձ հոգնեցնում է և անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի։ Հունարեն բնագիրը այս անհանգստության տակ ասում է, որպեսզի չգա և իմ աչքին չհարվածի։ Սիրելիներ, այստեղ այս պատմությունը մեզ ցույց է տալիս մեր աղոթքի կերպի մասին, սակայն Տերը խոսում է աղոթքի կարևորության մասին, թե որքան համառ պետք է լինի աղոթքը, որքան անձանձրույթ և քրտնաջան պետք է լինի աղոթքը, որքան հարատև պետք է լինի աղոթքը։ Մենք չպիտի մեկ օր աղոթենք և սպասենք Աստուծո պատասխանին։ Մենք չպիտի մեր աղոթքը անենք, շարադրենք այն, ինչ մենք ուզում ենք, վերջակետը դնենք և ասենք այլևս Աստծո հերթն է։ Տեսնենք երբ կկատարի մեր ցանկությունները։ Աղոթքը, սիրելիներ, ձեր երկխոսությունն է Աստուծո հետ։ Երկխոսություն, որ այս դեպքում էլ տեղի ունեցավ, տարբեր հանգամանքների բերումով։ Եվ այդ է պատճառը, որ Աստված ասում է, տեսեք ինչ է ասում անիրավ դատավորը, ասում է, արդյոք Աստված արդարություն չի գործի իր ծառաների նկատմամբ, ովքեր որ դիմում են նրան, բայց այս դեպքում անգամից այրի կնոջ դատը այս անիրավ դատավորը տեսավ և ասում է, այո, նրանց իսկույն արդարություն կանի։ Բոլոր նրանց, ովքեր որ կանչում են Տիրոջ անունը, Աստված արդարություն պիտի անի, բայց նաև Աստված բացականչում է, ասելով, իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի։ Այո, դուք այն անձինք եք, ովքեր որ ունեն այդ հմտությունը աղոթելու, ունեն այդ շնորհը աղոթ բարձրացնելու առ Աստված, ունեն այն զգացողությունը Աստուծո ներկայության իրենց սրտերիցն է։ Սակայն այս շղթան կիրակիների մեզ ի վերջո պատրաստում է Աստուծո հետ հանդիպման։ Մեծագույն խորհուրդների կատարման մեր կյանքում, որոնք պիտի օգնեն, որ մենք ավելիով ամրապնդվենք մեր հավատի և համոզումների մեջ առ Աստված։ Նրա այդ խորհուրդներով ավելի գոտեպնդվենք, արիանանք, զորանանք և կարողանանք ամրորեն խարսխել մեր կյանքը Աստուծո ներկայությամբ, որովհետև Աստծո ներկայության ողողուն կյանքն է, որ մեզ
իսկապես ամուր է պահում այս կյանքի ընթացքներում և առաջնորդում է դեպի Քրիստոսի երկրորդ գալուստը, ինչին որ մեզ պատրաստում է Սուրբ Գիրքը, ինչին որ մեզ պատրաստում են Տիրոջ խորհուրդները և ինչին որ մեզ պատրաստում է ինքը Աստված։ Եվ մենք քայլ առ քայլ անցնում ենք երկրորդ պատմության Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում, որտեղ որ խոսվում է Փարիսեցու և Մագսավորի աղոթքի մասին։ Նորից խոսում ենք աղոթքի մասին, նորից անդրադառնում ենք, թե որն է դարմանը մեր կյանքում տեղ գտնող փորձությունների և նեղությունների։ Փորձում ենք հասկանալ, թե ի վերջո մեր հավատը ինչով է սնուցվում և ինչն է այն կերակուրը կենդանարար, որ արթուն է պահում մեր հոգին, զվարթ է պահում մեր էությունը, որպեսզի մենք երբեք Աստծուց հայացք չդարձնենք, Աստծուց չհեռանանք, այլ ընդհակառակը կարողանանք միշտ ամրապնդվել Տիրոջով։ Եվ հետևյալն է այդ պատմությունը։ Քրիստոս ներկայացնում է իրավիճակ և երկու անձինք բարձրանում են տաճար աղոթք անելու։ Եվ ասում է այս պատմությունը բոլոր նրանց համար, ովքեր իրենցով պարծենում էին, թե արդար են և արհամարհում էին ուրիշ շատերին։ Եվ ասում է այդ մարդկանցից մեկը փարիսեցին էր, որը հայտնի է ձեզ, թե ինչպիսի դասակարգի ներկայացուցիչ էր և ինչու եք դուք որոշ մարդկանց փարիսեցի կոչում։ Մյուսը Մագսավոր մեկն էր, որը ինչպես աշխարհի բոլոր մագսավորները այդ ժամանակաշրջանի և թերևս նաև այսօր որոշ պարագաներում անսահման սեր ունեին անարդարության նկատմամբ, անհանգուրդ կիրք էին զգում և դրամն էին տեսնում, դրամաշորթության անհագ ցանկություն ունեին, որտեղ ուղիներ էին որոնում, որպեսզի ավելիով դրամ շորթեն իրենց Տիրոջ համար, կայսեր համար, թագավորի համար և ինչու չէ, նաև օրինավոր կերպով արտոնություն ունեին իրենց դիմաց հայտնված մեկին նեղություն պատճառելու։ Փարիսեցին, որ բարձրացավ տաճար, կանգնեց տեսանելի մի վայրում, տաճարում և աղոթում էր և իր աղոթքում ասում էր. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս Մագսավորը, այս շաբաթը 2 անգամ ծով եմ պահում և 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Իսկ Մագսավորը կանգնած էր մեկուսի երկրորդ անձը, կանգնած էր մի անկյունում, որտեղ որ չէր էր նկատվում տաճար այցելողների կողմից, իր կուրծքն էր ծեծում անընդհատ և աստ չէր կամենում անգամ իր աչքերը երկինք բարձրացնել, ինչպես նաև Մանասե թագավորը իր խոսքում ասում էր. անարժան եմ վեր նայել բարձունքին երկնային իմ անարդարությունների բազմության պատճառով։ Նույն այս զգացողությամբ այդ Մագսավորը կանգնած ասում էր, ընդամենը բարձրաձայնում էր մի արտահայտություն ասելով Աստված ներիր ինձ մեղավորիս։ Եվ Տերը եզրակացնում և ասում է. սա իջավ իր տուն արդարացած, ոչ թե մյուսը, որովհետև ով որ բարձրացնում է իր անձը կխոնարհվի և ով որ խոնարհեցնում է իր անձը կբարձրացվի։ Սիրելիներ, այս երկու անձերը մեզ տրվում են համեմատության համար, որպեսզի մենք կարողանանք մեր կյանքի ընթացքը ճիշտ կազմակերպել, աղոթական մեր կյանքի դրությունը։ Որովհետև նույն կերպ չպիտի մենք խոսենք աղոթքի կարևորության մասին, այլ երբ մտածում էի, թե ինչպիսի բնաբան ընտրել ձեզ համար և ինչպես
այն կապել այսօրվա այս պատմություններին, նորից վերադառնում եմ այսօրվա Փիլիպպեցիներին ուղղված առաքելական թղթի 3-րդ գլխից հետևյալ արտահայտությանը. Նրա համար ամեն ինչից զրկվեցի եւ այդ բոլորը աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին եւ գտնվեմ նրա մեջ, ոչ թե նրա համար, որ ունենամ իմ արդարությունը, որ օրենքից է, այլ Քրիստոսի հավատից եղած արդարությունը, որ Աստծուց եկող արդարությունն է հավատով։ Սիրելիներ, մեր կյանքը մենք չափում ենք միշտ որոշակի հարաբերությունների ու համեմատությունների մեջ։ Եվ ես մտածում եի, թե որն է կապը այսօրվա այս ընթերցվածքի Փիլիպպեցիներին քաղված նամակից եւ Մաքսավորի ու Փարիսեցու այրի կնոջ եւ դատավորի առակի միջեւ, կապը ինձ հայտնվեց ըստիս շատ պարզ, որովհետեւ մենք միշտ ակնկալում ենք, թե տեսնենք մենք ինչ կասենք տարբեր մարդկանց գործած արարքների վերաբերյալ եւ կամ մարդիկ ինչ կասեն մեր կատարածի առնչությամբ։ Որովհետեւ մենք մեր կյանքում ինքներս սահմանում ենք ճշմարտություն եւ արդարություն եւ ինքներս ստացվում ենք թե մեր կյանքը եւ թե մեր շրջապատը դատել համեմատ այդ ճշմարտության եւ սահմանված արդարության։ Մենք սկսում ենք ամենուր դատաստանը տեսնել ըստ մեր արդարության եւ ըստ մեր ճշմարտության։ Առանց անդրադառնալու, որ այդ չափը, որով որ մենք չափում ենք, իրական չափը չէ։ Երբ մենք գնում ենք ինչ-որ մի ապրանք կշռելու, որպեսզի վճարենք այդ ապրանքի դիմաց, մենք կասկածի տակ ենք դնում շատ անկախ այդ կշերքի նժարները եւ պարտադրում ենք, որպեսզի այն չափի չբերվի, որը որ կատարյալ չափն է ցույց տալիս եւ կշերքը բերում է իրական կատարելության, իրական աշխատանքի, որ պահանջում է, որ այդ կշռողը իսկական չափը մեզ տա եւ երբեք չկարողանա խաբել մեզ։ Երբ մենք սկսում ենք մեր կյանքի երևույթները եւ մեր կողքինների եւ դիմացինի չափել ըստ մեր արդարության եւ ըստ մեր ճշմարտության, ապա մենք չափում ենք դա պակասավոր մի չափով, ոչ կատարյալ մի չափով, որովհետև մեր արդարությունը եւ ճշմարտությունը չի կարող կատարյալ լինել, եթե այն սոսկ խարսխված չէ Աստծո արդարության եւ ճշմարտության։ Եթե մենք մեր չափով ենք չափում, ապա այդ աղբ է, որի մասին Քրիստոս առաքյալի միջոցով ասում է. պիտի հրաժարվեք այդ աղբից, որովհետև այն ոչ մի արժեք չունի ձեզ համար, այլ պիտի դուք այդ ամենից զրկեք ձեզ, որպեսզի կարողանաք շահել Քրիստոսին եւ գտնվել նրա մեջ։ Ոչ թե նրա համար, որ ունենաք արդարությունը, որ օրենքից է, այլ Քրիստոսի հավատից եղած արդարությունը, որ Աստծուց եկող արդարությունն է հավատով։ Ձեր արդարությունը եւ ձեր կավանած ճշմարտությունը միմիայն ձեր հավատի վրա, սիրելիներ, կարող են խարսխվել։ Եվ երբ մենք քննում ենք Փարիսեցու արտահայտությունները, տեսնում ենք, որ ինքը մարդկանց համեմատ էր չափում արդարությունը, որովհետև ասում էր, ես նման չեմ այն մարդկանց, այն կոռնիկներին, անիրավներին, այն գայթակղեցնողներին եւ բոլոր եւ անգամ այս Մաքսավորին նման չեմ, որ ինքը եւս եկել է եւ կանգնել է տաճարում աղոթքի, սակայն ասում է, պահում եմ ամենը, ինչ որ օրենքով է։ Առաքյալը ասում է օրենքից եկած արդարությունը, որովհետև այդ օրենքից եկած արդարությունը Փարիսեցին անջատեց Աստծուց եւ սկսեց ինքը մեկնաբանել, ինչպես որ իրեն հաճելի է եւ դուրեկան։ Մյուս կողմից Մաքսավորը Աստծո արդարությունն էր փնտրում, որովհետև ասում է, ինչ էլ որ ես արել եմ, որևէ կերպ չեմ կարող տեղավորվել ճշմարտության եւ Աստծո արդարության մեջ։ Եվ այնտեղ մնում է, որ ես միայն խնդրեմ Աստծո ներողամտությունը, որովհետև
այն բեռը, որը ծանր եւ անտանելի է, ես այլևս չեմ կարող խրել։ Եվ այդ է պատճառը, որ Մաքսավորը իր հայացքը անգամ չբարձրացնելով դեպի երկինք ասում է. Աստված ներիր ինձ մեղավորիս, եւ Քրիստոս ասում է. նա ով բարձրացնում է իր անձը կխոնարհվի, եւ ով խոնարհեցնում է իր անձը կբարձրացնի։ Սիրելիներ, Աստված նայում է մեր սրտերին եւ հոգիներին։ Ինչպես ասում է Պետրոս առաքյալը, Աստված հակառակ է ամբարտավաններին, շնորհ է տալիս խոնարհներին։ Եվ այսօրվա Կիրակի օրվա խորհուրդը մեզ հրավիրում է հենց այդ խոնարհության մեր աղոթքի մեջ։ Աստուծո հետ մեր զրույցի մեջ խոնարհության է հրավիրում եւ ոչ թե Աստված իրականում լսում է աղոթողի սիրտն ու հոգին եւ ոչ թե այն ինչ որ բարձրաձայնում է նրա լեզուն։ Որովհետեւ մարդու մտածումն ու ապրումները, զգացումները ավելի կարևոր են Աստուծո համար, որովհետեւ ի տարբերություն լեզվի, որ կարող է յուրաքանչյուրին խաբել, այդ թվում նաեւ փորձել Աստծուց կածածկել ինչ-ինչ երևույթներ, մտահոգիչ ընթացքներ, ապա սիրտն ու հոգին երբեք Աստծուց այդ ամենը չեն կարող փոխարկել։ Եվ Աստված մեզ սիրելիներ միշտ հրավիրում է առաքյալի միջոցով ասելով. խոնարհ եղեք Տիրոջ առջև եւ նա ձեզ կբարձրացնի։ Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է եւ Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։ Մենք երբեմն փորձում ենք կաշառել Աստծուն։ Մենք փորձում ենք իրեն դնել այդ դատավորի տեղը, մտածելով, որ պիտի կարողանանք ի վերջո իրեն հաջողացնել։ Բայց եթե ձեր սիրտը մաքուր չէ, եթե ձեր ճշմարտությունը աստվածատուր ճշմարտություն չէ, եթե ձեր արդարությունը Աստծո խղճմտանքից չէ բխում, ապա սիրելիներ, ինչ էլ որ դուք անեք, ինչպիսի զոհաբերություն էլ դուք կատարեք, ինչպիսի ընծայաբերում եւ զոհությունների էլ որ դիմեք, Աստված չպիտի ընդառաջի ձեզ։ Աստված անգամ այդ անիրավ դատավորին չպիտի նմանվի եւ վճռի ձեր դատաստանը, որովհետեւ Աստուծո ակնկալությունը ձեր հավատարմությունն է Աստուծո հանդեպ։ Այս պատճառով այսօրվա առավոտյան ավետարանի մեջ Քրիստոս զգուշացնում էր մեզ, ասելով. զգույշ կացեք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն ես եմ Քրիստոսը եւ շատերին պիտի մոլորեցնեն։ Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով որ մինչև վերջ ամփերի նա կփրկվի։ Ասում է չհավատաք, եթե ասեն այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան, մոլորեցնելու նպատակով, եթե հնար լինի նույնիսկ ընտրյալներին։ Երբ մենք խոսում էինք ճշմարտության եւ արդարության մասին, ապա Քրիստոս մեզ զգուշացնում է, որ պիտի ձեր ճանապարհին հայտնվեն կեղծ Քրիստոսներ, անձինք ովքեր որ պիտի ձեզ հրամցնեն իրենց ճշմարտությունը եւ իրենց արդարությունը անգամ Աստուծո անունով։ Այսօր այդ իրավիճակները հեռու չեն մեզանից։ Այսօր մեզ բոլոր կողմերից հրամցվում է այսպես խոսված ճշմարտություն։ Բոլորը խոսում են արդարությունից, բոլորը պահանջում են համապատասխան դիրքորոշումներ։ Սակայն Քրիստոսի խոսքն է, որ մեզ առաջնորդում է մեր դիրքորոշումների մեջ։ Քրիստոս է, որ մեզ զգուշացնում է, որ սուտ Քրիստոսներից, մարգարեներից մենք զգուշանանք, որովհետև նրանք պիտի գան մեր հետևից, չար ժամանակներ պիտի լինեն, եւ նրանք պիտի հետամուտ լինեն, որպեսզի մեզ շեղեն Աստուծո մեզ փոխանցած ճշմարտությունից եւ արդարությունից։
եւ ասում է անգամ եթե հնար լինի պիտի նաեւ մոլորեցնեն ընտրյալներին հորդորում է Քրիստոս եւ ասում է զգույշ եղեք հսկեցեք եւ աղոթեցեք քանի որ չգիտեք թե երբ է ժամանակը ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ որ կթողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանություն կտա եւ յուրաքանչյուրին իր գործը եւ դռնապանին կպատվիրի որ արթուն լինի արթուն կացեք որովհետեւ չգիտեք թե տանտերը երբ կգա երեկոյան թե կեսգիշերին ակրորականչին թե առավոտյան դեմ գուցե հանկարծակի գալով ձեզ քնի մեջ գտնի բայց ինչ որ ձեզ եմ ասում ամենքին եմ ասում արթուն կացեք ամեն պարագայի երանի է որ Տերը գա եւ մեզ գտնի եւ ոչ թե սուտ Քրիստոսներն ու մարգարեները մեզ կարողանան իրենց ետևից տանել եւ երբ Քրիստոս խոսում է ընտրյալների մասին ապա վկայակոչենք նաեւ պատշաճ է որ քաղենք նաեւ Եսայի մարգարեության 65-րդ գլխից հետևյալ արտահայտությունը որը խոսում է նաև Աստուծո հավատարմության մասին իր ընտրյալների հանդեպ ասում է Տերն այսպես է ասում Ավազիկ նրանք որ ինձ են ծառայում պիտի ուտեն իսկ դուք քաղցած եք մնալու Ավազիկ նրանք որ ինձ են ծառայում պիտի խմեն իսկ դուք ծարավ եք մնալու Ավազիկ նրանք որ ինձ են ծառայում ուրախ պիտի լինեն իսկ դուք ամոթով եք մնալու Ավազիկ նրանք որ ինձ են ծառայում սրտի ուրախությամբ պիտի ցնցան իսկ դուք ձեր սրտի ցավից աղաղակելու եք ձեր հոգու կսկծից ողբալու եք եւ ասում է այնպես պիտի լինի որ դեռ իմ ընտրյալները ձայն չտված պիտի լսեն նրանց դեռ նրանք չխոսած պիտի ասեն թե ինչ եք ուզում Սիրելիներ այսօրվա այս Կիրակի օրվա խորհուրդը մեզ փոխանցում է այդ պատգամները, որ դուք Աստուծո հայացքի առջև իբրև կանչվածներ ընտրյալներ եք, ընտրյալներ, որոնք որ պիտի երբեք բարձրաձայնեն իրենց ցանկությունը, իրենց հավատարմության դիմաց պիտի ստանան նաև Աստուծո արձագանքը, եւ ամենակարևորը սրտի այն ուրախությունը հոգու այն ցնծությունը, որի մասին խոսում էր Տերը, որ եթե դուք ձեր անձերը խոնարեցնեք, ապա Աստված պիտի ձեզ բարձրացնի, որովհետև եթե դուք խոնար եք, ապա Աստված շնորհ է տալիս խոնարհներին եւ բարձրացնում է։ Եթե դուք դավանողն եք Աստուծո ճշմարտության եւ հետևողն եք Աստուծո արդարության, ապա ոչինչ կարող է ձեզ խոնարեցնել, որովհետև ձեզ խոնարեցնում է միայն ձեր անբարտավանությունը, հպարտությունը, ուրիշներից վեր ձեզ դասելու անհագ ցանկությունը եւ կամ այդ ամենով Աստծո առջև հպարտանալու գայթակղությունը։ Սիրելիներ, այդ աղոթքի մեջ են տեսանելի ձեր մեղքերը։ Աղոթքի ժամանակ եք դուք զգում այդ բեռի ծանրությունը եւ աղոթս է միայն ուղին, որ կարող է ձեզ բեռնաթափել, ձեզ դեպի վար քաշող բոլոր նեղություններից, փորձություններից, մեղքերից եւ հոգեվոր արհավիրքներից։ Եվ մենք կոչված ենք այս օրինակները քաղելով Տիրոջ Սուրբ Գիրքը պարբերաբար, կանոնավոր, ամեն օր վերընթերցելով, գեթ օրվա ընթերցվածքը քաղելով, ապրել այդ ընթերցվածքի խորհրդով, ճանապարհորդել Աստուծո հետ, իբրև վստահելի նավավար, ում կարող եք կյանքի ալեկոծությունների մեջ վստահել ձեր կյանքը ամբողջապես։ Եվ աղոթքը այն ուղին է, որով որ դուք ձեր ձեռքն եք բարձում դեպի Աստված, եւ այն ճանապարհը, որով Աստված շարունակաբար երկխոսում է ձեզ հետ։ Սիրելիներ, եղեք, ինչպես ասում է առաքյալը Ֆիլիպեցիներին ուղղված իր նամակում, քաղաքացիներ երկնքի, որովհետև միայն երկնային քաղաքացիներն են,
նրանք որ ունեն քաղաքացիությունը երկնքի խորում են երկրավոր բաների համար, որովհետև եթե խորում ենք երկնավորը, ապա մեր հայացքը պարզում ենք դեպի երկինք, եւ եթե մենք միշտ նայում ենք բոլոր իրավիճակներում դեպի երկինք, ապա այնտեղից եւ ակնկալում ենք մեր հոգիների փրկչին, ակնկալում ենք մեր կյանքի Տիրոջը, ակնկալում ենք Հիսուս Քրիստոսին, որ նորոգելու է մեզ մեր խոնար մարմինը, որպեսզի մեր էությունը կերպարանակից դառնա Տիրոջը, որպեսզի մեր մարմինը կերպարանակից լինի Տիրոջ այն փառավոր մարմին, որով նա հայտնվելու է իր երկրորդ գալստյան ժամանակ։ Եվ թող Տիրոջ շնորհը, սերը եւ խաղաղությունը ամենքիս հետ լինեն այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։